Կալություն, հարգելի տիկին գլխավոր դատախազ, ես մի քանի հարց ունեմ, որոնցից մեկը տեխնիկական է։ Ես ոնց հասկանում եմ այլ քրեական վարույթի շրջանակում օպերատիվ հետախուզական ծառայության ժամանակ ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Ահազարյանը փաստացի 2023 թվականի օգոստոսի 8-ին այդ օպերատիվ հետախուզական աշխատանքների շրջանակում փաստացի դարել է ինչ-որ գործի ֆիգուրանտ։ Ինձ հետաքրքիր է այդ տեսանկյունից հետևյալը։ Ըստ էության օրենքը արգելում է անձեռնամխելություն ունեցող անձի պարագայում օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնել առանց համապատասխան թույլտվության։ Ստեղ որպես ապացույցներ բերվում են Հովիկ Ահազարյանի հեռախոսազանգերի վերծանումները, այդ թվում նաև տեղանքի մասով, որտեղ հայտնվում, ուզում եմ հասկանամ, դրա իրավական հիմքը որն է, որ սա որպես ապացույց ստեղ բերվում է։ Պարոն Գաբրիելյան, եթե դուք նկատի ունեք օպերատիվ հետախուզական միջոցառումները, որոնք ներքին դիտում ճակերտների մեջ բառակապակցությամբ են գրված միջնորդագրում, դա կատարվել է դատարանի թույլտվությամբ եւ վերաբերել է մյուս կողմին եւ որևէ արգելք չկա քրեական դատավարության օրենսգրքով այդ դատարանի թույլտվության շրջանակներում ստացված ապացույցներն օգտագործելու ՕՀՄ-ն չի իրականացվել անձեռնմխելիություն ունեցող անձի նկատմամբ։ Համանման իրավիճակ բերեմ։ Այս տարի տարեկան հաղորդման մեջ ներկայացված վարույթներից մեկով, որն ուղարկվել է դատարան, դատավորին կաշառք տալու, դատավորի կողմից կաշառք ստանալու մեղադրանքը եւս հիմնավորվել է օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում անձեռնմխելիությունից չօգտվող անձի նկատմամբ դատարանի թույլտվությամբ իրականացված ՕՀՄ-ի արդյունքում։ Այսինքն այստեղ մենք որևէ դիսոնանս չունենք, մենք չենք իրականացրել ՕՀՄ-ն այն անձի նկատմամբ, ով այսօր միջնորդագրի ու մարարքն այսօր միջնորդագրի առարկա է։ Ես նշեցի, որ երկու դեպքում էլ դրանք ստացվել են այլ քրեական վարույթներով, այլ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, բայց ձեռք են բերվել եւ քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս օգտագործել դրանք որպես ապացույց պատշաճ զննելու արդյունքում։ Կարողացա հասկանալի լինել, հա։ Արձագանք Իրականում ես սկզբանե ճիշտ հասկացել էի, հիմա հարցս կրկին կրկնեմ, ես հասկանում եմ, որ այլ դատարանի վճռով, այլ վարույթով օպերատիվ հետախուզական աշխատանքների դեպքում հայտնվել է Հովիկ Ահազարյան անուն ազգանով մարդը։ Հիմա ստեղ ասում եմ, որպես ապացույց բերվում է, տեխնիկական մասին է անդրադարձեք, էլի, տեղանքը մարդու, Հովիկ Ահազարյանի, ով է զանգել իրան, ով չի զանգել իրան, ասում եմ դա ինչի հիման վրա է։ Քրեական դատավարության օրենսգրքի ապացույցի ձեռքբերման ընթացակարգի շրջանակներում, պարոն Գաբրիելյան։ Բայց խոսքը գնում է օպերատիվ հետախուզական աշխատանքը Սլավիկ Կարապետյանի վերաբերյալ այլ քրեական վարույթի շրջանակում։ Բայց Սլավիկ Կարապետյանը կոնտակտ արել են անձի հետ։ Կոնտակտ արել X մարդուն, խոսացել է Հովիկ Ահազարյանի մասին։ Այո։ Դրանից հետո հարուցվում է այս վարույթը ըստ էության Սլավիկ Ահազարյանի շրջանակում։ Հովիկ Ահազարյանի տեղանքի եւ հեռախոսազանգերի վերծանումները այս շրջանակում, քանի որ ինքը ազգային ժողովի պատգամավորը այդ թույլ է տալի դատարանի։ Թույլ է տալիս։ Քրեական դատավարության օրենսգիրքը դրա համար օրինակը բերեցի, նաև դատավորի հետ կապված թույլ է տալիս, որովհետև ինքը երկրորդ կողմ է հանդիսանում։ Ցավոք սպառվել է ժամանակը, հարցին էլ պատասխանեց։ Էդուարդ